Բարև ձեզ սիրելի ընկերներ, ձեզ հետ կրկին Նարեն է, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվեմ իմ սիրելի քաղցրավենիքներից մեկի բաղադրատոմսով։ Ֆրուչելա եմ պատրաստելու այսօր, հարգելիներս ինչպես շատերին են ասում, քաղցր շարոց։ Շատ հեշտ է, տնական և իհարկե համեղ աղանդեր է տոնական սեղանի համար։ Բաղադրատոմսը շատ պարզ է, բաղադրիչները նույնպես շատ պարզ բաղադրիչներ են, որոնք գրեթե բոլոր տներում էլ կա և ինչ հարգելիներս գնանք այն պատրաստելու։ Մեզ ընդամենը հարկավոր է ընկույզ, չրերի տեսականի ձեր նախընտրածը կարող եք ընտրել, դնելու ենք մի հատ ընկույզ, մեկ չիր և հակառակ կողմից նորից ընկույզը ամրացնում ենք չրի վրա, այսպիսի փոքրիկ շարոցներ ենք պատրաստելու, իսկ մինչ կշարենք մեր ընկույզները, այդ ընթացքում կպատրաստենք նաև քաղցր խառնուրդը։ Մինչ կհետևեք իմ տեսանյութին, հարգելիներս, չմոռանամ ասել, եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ համեղ և պարզ բաղադրատոմսեր։ Մեր փոքրիկ շարոցները արդեն պատրաստ է, գնանք նաև խառնուրդը պատրաստելու։ Հարգելի հետևորդներ, ինչպես նշեցի, շատ պարզ բաղադրիչներ է մեզ անհրաժեշտ, ընդամենը շաքարավազ, ալյուր, ես վերցրել եմ նռան օշարակ և ջուր և իհարկե դարչին։ Հարգելի հետևորդներ, դուք կարող եք վերցնել տարբեր տեսակի օշարակներ, ես ցանկացա նռան օշարակ այս անգամ։ Շաքարավազը և ալյուրը միացնում ենք իրար, ավելացնում ենք 1 թեյի գդալ դարչին և 2 բաժակ ջուր։ Լավ խառնելով բերում ենք եռման աստիճանի և մարմանդ կրակով այնքան ենք եփում, մինչև թանձրանա։ Ինչ հարգելիներս, մնացեք ինձ հետ և հետևեք։ Նախապես նշեմ, որ բաղադրատոմսը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, չափաքանակը անպայման կնշեմ։ Ինչպես տեսնում եք, արդեն խառնուրդը պատրաստ է, շատ փայլուն և գեղեցիկ տեսք ունի։ Վերցնում ենք կրակից, մի փոքր թողնում եմ հովանա և սկսում ենք թաթախել։ Թաթախում ենք խառնուրդի մեջ մի քանի անգամ, որպեսզի լավ ընկույզները պատվեն քաղցրով։ Պատրաստի ֆրուչելաները թողնելու ենք չորանա սենյակային ջերմաստիճանում։ Արդյունքում ստացվում է շատ համեղ, գեղեցիկ և այսպիսի փոքրիկ տնական շարոցներ։ Ինչ հարգելի հետևորդներ, եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը և հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին և կտեսնեք ավելի շատ համեղ ու հեշտ բաղադրատոմսեր։ Շնորհակալություն, որ ինձ հետ եք։ Ձեզ հետ կրկին Նարեն էր, առողջ մնացեք,
Հաջողություն։